Ամբողջ աշխարհում ընտանեկան բռնությունը ոչ միայն անհատի իրավունքի խախտում է, այլև պետության կայունության լուրջ մարտահրավեր։ Այդ համատեքստում ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումները միտված են ոստիկանություն համայնք կապն ամրապնդելուն, հանրության վստահությունը բարձրացնելուն։ Մարտի 13-ին Գավառ քաղաքում տեղի ունեցած հանդիպում քննարկումը ընտանեկան բռնության կանխարգելման շրջանակում էր։ Մասնակցում էին համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը, ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Նատալի Սահակյանը, ներկայացուցիչներ ներքին գործերի նախարարությունից, բռնության ենթարկված անձանց աջակցման կենտրոններից ու քաղաքացիական հասարակությունից։ Նատալի Սահակյանը կարևորելով համայնքային ոստիկանության դերը բռնությունների, մասնավորապես ընտանեկան բռնության կանխարգելման համատեքստում ընդգծել է, որ ինտենսիվ շփումները համայնքի հետ թույլ են տալիս խորապես հասկանալ առկա խնդիրները։ Նա նշել է, որ խնդրի կանխարգելման ուղղությամբ արդյունավետ լուծումների մշակման ճանապարհին, մասնավորապես հաղորդակցության ամրապնդումը ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։ Նման օրինակ հանդիպումները չափազանց կարևոր են ներքին գործերի նախարարության համար, քանի որ հանդիպումների արդյունքում այն կապը, այն հաղորդակցությունը, որը տեղի ունենում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, մեզ հնարավորություն է ընձեռում գույքագրել մի շարք խնդիրներ, որոնք բավականին առանցքային են, թիրախային են, հասցեական են, եւ դա միանշանակ ողջունելի է։ Ազգային եւ տարածաշրջանային առանձնահատկություններով պայմանավորված Հայաստանում, մասնավորապես Գեղարքունիքի մարզում ընտանեկան բռնության վիճակագրությունն ավելի քան խոսուն է։ 2023 թվականին Հայաստանում գրանցված 1819 ընտանեկան բռնության դեպքից 81-ը Գեղարքունիքի մարզում է եղել, իսկ 2024-ին գրանցված 2255 դեպքից 66-ն է Գեղարքունիքի մարզում եղել։ Մարզում արձանագրված ընտանեկան բռնությունների նվազումը հաճախ խոսում է ոչ միայն այդ ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության, այլև այն մասին, որ մարզում բռնության մասին խոսելն ու այն բարձրաձայնելը հասարակության որոշ շերտերի համար դեռևս դժվար է։ Էդգար Պետրոսյանը ներկայացրել է բռնության տեսակներն ու դրանց առանձնահատկությունները, պաշտպանվելու միջոցներն ու տարբերակները, նաև իրավական այլ մանրամասներ։ Խոսելով բռնության հետևանքների մասին, նա նշել է, որ յուրաքանչյուր ընտանեկան բռնություն մեկ քայլով ավելի է մոտեցնում պետության թուլացմանը, եւ այդ առումով կարևոր է ընտանիքի ոչ միայն իրավական կողմի ապահովումը, այլև բովանդակային։ Հանդիպան նպատակն էր հանրությանը իրազեկել ընտանեկան բռնության մասին, այսինքն խոսել ինչ է ընտանեկան բռնությունը, ինչպես կարելի է պայքարել ընտանեկան բռնության դեմ եւ ինչպես կարելի է ստանալ աջակցություն, եթե ենթարկվել են ընտանեկան բռնության։ Եվ ըստ էության նպատակը ոչ միայն իրազեկումն էր, այլ նաեւ հանրության հետ խոսելը, միմյանց ճանաչելը, որը կարծում եմ հանդիպան ընթացքում ստացվեց, որովհետեւ բավականին մեծ ակտիվություն կար նաեւ հանրության կողմից։ Ծավալված ակտիվ քննարկման արդյունքում ներկաները ստացել են իրենց ուզող հարցերի պատասխանները, հանդես եկել առաջարկություններով։